Մարիա սերիալը, որն այսքան ժամանակ հեռուստադիտողներին պահել է գամված էկրանին լարվածության, հուզական պոռթկումների և անսպասելի շրջադարձերի ներքո, կարծես թե վերջապես մոտենում է իր տրամաբանական և սպասված ավարտին։ Այս մասին վկայում են ինչպես սերիալից համացանցում տարածված վերջին նկարահանումների կադրերը, այնպես էլ այն հանգամանքը, որ նախագծի հեղինակ Ելենա Արշակյանը սկսել է արդեն նոր հեռուստանախագծի վրա աշխատանքները։ Սա սովորաբար լինում է այն ժամանակ, երբ նախորդ պատմությունը հասնում է իր գագաթնակետին և մոտենում վերջնական հանգուցալուծմանը։ Բոլոր կերպարների ճակատագրերը միավորված են մեկ ընդհանուր հարցում՝ արդյոք արդարությունը կհաղթի։ Տարիներ շարունակ հեռուստադիտողներն ականատես եղան Ռաֆի խորապես չարացած, խարդախ, մանիպուլատիվ և վրեժխնդիր կերպարի վերելքին։ Նա շրջապատի բոլոր մարդկանց օգտագործեց իր շահի համար, խաբեց, բաժանեց, քանդեց, անգամ վտանգեց անմեղ մարդկանց կյանքերը։ Բայց հիմա, երբ սյուժեն մոտենում է իր փակագծերին, հասարակության պահանջն է՝ Ռաֆը վերջապես պետք է պատասխան տա իր արածների համար։ Դավիթի և Մարիայի սերը, որի համար երկուսն էլ շատ են տառապել, պայքարել ու անցել բազմաթիվ փորձությունների միջով, կարծես թե վերջապես հասնում է իր երջանիկ հանգուցալուծմանը։ Մարիան ուժեղ, հասուն ու վճռական կին է և ի վերջո ընտրելու է սերը, ոչ թե վախը, հիշողությունների ծանրությունը կամ պարտավորությունը։ Դավիթն էլ հաղթահարում է իր հպարտությունն ու ներքին կոտրվածությունը, պատրաստ լինելով նորից սկսել ամեն ինչ։ Սակայն այդ ամենի դիմաց Ռաֆն է, ում փլուզվող աշխարհը բերում է իրեն վտանգավոր եզրագիծ։ Նրա վրեժի զգացողությունն արդեն դուրս է եկել տրամաբանական սահմաններից։ Նա ոչ միայն ձգտում է վերականգնել կորցրած, այլև պատրաստ է ոչնչացնել այն ամենն, ինչ իրեն ցավ է պատճառել, լինի դա Դավիթ, Մարիա, Նոնա, թե անգամ իր սեփական ընտանիքը։ Բայց այժմ ակնհայտ է, որ սցենարիստներն ուղղում են պատմության ընթացքը դեպի վերջնական հաշվեհարդար։ Հեռուստադիտողները հույս ունեն, որ Ռաֆը պատասխանատվության կենթարկվի ոչ միայն բարոյապես, այլև իրավական մակարդակում։ Բազմաթիվ դիտողներ սոցցանցերում գրում են, որ չպետք է սերիալն ավարտվի այնպես, որ Ռաֆը պարզապես կորի տեսադաշտից կամ պատժվի խորհրդանշական ձևով։ Նա պետք է կանգնի օրենքի առջև իր հանցանքների համար, և միայն այդպես սերիալն իսկապես կլինի ամբողջական և ուժեղ։ Միաժամանակ հեռուստադիտողները հասկանում են, որ Մարիան միայն սիրո և վրեժի պատմություն չէ, այն նաև պատմություն է անձնական հաղթահարման, վստահության վերականգնման, ընտանիքի արժեքների, բարության և չարի պայքարի մասին։ Դրա մեջ շատերն են իրենց տեսել մոր կերպարում, աղջկա, եղբոր կամ անգամ Նոնայի կերպարում։ Ելենա Արշակյանի աշխատանքին բնորոշ է սուր սոցիալական և հոգեբանական շերտերի միաձուլումը էմոցիոնալ սյուժեի հետ, և այս սերիալը ևս բացառություն չէ։ Նրա պատմությունն ունի իր խորը ճշմարտությունը, իրական կյանքից հանված բնավորություններով ու ճակատագրերով։ Այս սերիալն անկասկած հիշվելու է որպես մեկն այն պատմություններից, որտեղ ոչ թե միայն սերն է հաղթում, այլև արդարությունը, ուժը, ներողամտությունը և կյանքի հանդեպ հավատը։ Իսկ թե ինչպես է լինելու վերջին սերիայում Ռաֆի ճակատագիրը կներկայացվի շատ շուտով, բայց ակնհայտ է՝ Ռաֆը չի կարող անպատիժ մնալ։ Հեռուստադիտողները սպասում են մեծ վճռականությամբ ու հուզմունքով, նրանք ուզում են տեսնել մի ավարտ, որն արժանի կլինի այս ամբողջ պատմությանը, մաքուր, արդարացի ու ազդեցիկ։ Այսօր ժամը 19:00-ին ASBM-ից Թումանյան փողոցի վրա կինո փառատոն երգումը Darwin's Project-ը, որը սպասում ենք ընտիր էմոցիաներով, սիրուն երգերով, լավ օր ունենալու համար։ Բարի լույս բոլորին, ես արթնացել եմ գլխացավով ու ժամը կեսից 10 եմ, չնայած աչքերիս ուրացությունն էլ ասպանում, որ ֆիլտրը նույնիսկ չի օգնում։ Ինչ եմ գլխացավով արթնացել, չգիտեմ։ Գնամ հաց ուտեմ, տեղ խմեմ, որ կարողանամ գնամ դասի։ Ու այդպես նոր ես ձեզ ասում եմ բարի լույս, սերիալների գերի դարձած։ Ում համար բարի լույս, ում համար բարի երեկո կամ բարի գիշեր։ Ես նոր վիդեո նկարեցի ու ետ ջնջվեց։ Ուզում ասեմ, թե ինչի համար եմ ես գալիս թենիսի։ Առաջին հերթին թենիսի իմ մանկության երազանքներից մեկն է, իսկ իմ մանկության երազանքներից մեկը թենիսն է, մյուսը բոքսը։
բոքս երբ եմ գնալու։ Երկրորդ հերթին թենիսը ճկունության ու արագության համար է, իսկ ես շատ եմ ուզում մի քիչ ավելի ճկուն ու ավելի արագ դառնամ, որովհետև վերջերս զգացել եմ դախացել եմ։ Երրորդը ամենակարևորը, ես թենիսի գալիս եմ, որովհետև սպորտզալի ժամանակ եւ հավես չունեմ, իսկ թենիսը նույն ֆունկցիան է կատարում ավելի հավես կերպով, մնում ենք ֆորմի մեջ, աղջիկներ ճանձիկ եւ սլացիկ։ Մեկ էլ մեջքի համար ասում են շատ լավ է, իսկ ես եթե կհիշեք անցած տարի ողնաշարի հետ խնդիրներ եմ ունեցել, մի քանի ող էի կոտրել ու միշտ ցավում էր մեջքս, իսկ սա ինձ օգուտ է, բայց նաեւ ընկերերից իմացա, որ իմ ասիգմատիզմի համար էլ է շատ լավ թենիս այնպես որ սպաշնի պլյուսը։ Ով տեսել կինոն տերմինալ։ Հիմա ես այդ տերմինալ կինոյի մեջ եմ։ Ուրեմն ուր որ թռնում էի Մոսկվա, բոլոր այրոպորտները փակվեցին, Մոսկվայի օդը փակվեց ընդհանրապես, մենք մի քանի ժամ ուղղակի կանգնած էինք օդում, հետո մեզ իջեցրեցին Նիժնի Նովգորոդ։ Չգիտեմ խիլը ոնց։ Ես չեմ հավատում, բայց դա կայացավ, ես նոր Տոմսս ունեմ ու մենք թռնում ենք վերջապես Մոսկվա նոր ռեյսով։ Ես վերջապես հասել եմ Մոսկվա, հիմա Aero-Express-ով գնում եմ կենտրոն, որովհետև տաքսին շատ պրոբլեմներ է ցույց տալիս։ Իսկ ես առանց ուշացել եմ գործից արդեն ժամը 11-ին պիտի լինեի, մի ժամ ուշացել եմ։ Դեռ մի այդքան էլ ուշանամ ինձ թվում է։ Խոսքով հուսով եմ ամեն դեպքում կհասնեմ, անիմաստ չի լինի իմ գալը ընդհանրապես։ Ողջույն իմ սիրելիներ, ուրեմն քիչ առաջ նամակ ստացա ու այնքան հետաքրքիր է, շատ պատահական ստացվեց, որ ես հենց հիմա գտնվում եմ այն գյուղում, որտեղ նկարահանել եմ մեր գյուղը, տեսեք իմ հետևում այնտեղ դսեղն է։ Իմ երևի ամենասիրած նախագծերից մեկը, շատ սիրում եմ ու այսօր այստեղ պատահական չենք։ Հիմա կպատմեմ ինչ ենք անում այսօր այստեղ։ Ուրեմն իմ շատ սիրելի դերասաններից մեկը Ձյաձ Վրույր Հարությունյանը երջանկը հիշատակ ինձ ասում էր Ելենա, դու հարցրա քո ծնողներին, դու հաստատ Լորվա հետ կապ ունես։ Ասում եմ Ձյաձ Վրույր ջան, ասում եմ ազգակցական որևիցե կապ չունեմ։ Իսկ մնացածը իմ սիրտը Լորվա ձորերում է։ Իսկապես շատ սիրում եմ Լորին ու այնպես է ստացվել, որ գրեթե իմ բոլոր նախագծերում Լորին կա։ Ուզում եմ ասեմ, որ մենք սկսում ենք նոր նախագիծ, որտեղ եւս չքնաղ Լորին իր դերն ունի։ Դժվում եմ, խելագարվում եմ այս բնության համար։